Խնդրեմ եմ, կարդում թարգմանում եմ։ Պետերբուրգում 1 տարով եւս երկարացրել են արգելքը, այսինքն ողջ 26 թվականին էլ արգելվելու է միգրանտերին, ձեզ իրանք միգրանտ են կոչում, աշխատել առաքիչներ եւ տաքսիստներ։ Եթե ես գնամ Լենինգրադ, նախկին, այսօր Պետերբուրգը, ինձ այդ ղախպեկը, խոզերը, այսինքն ռուսները չեն թույլատրի, որ ես աշխատեմ առաքիչ, տաքսիստ։ Ինձ որպես Հայաստանի քաղաքացի կապ չունի ինչ փաստաթուղթեր, իրավունքներ ընդեղ եւ այլն ունենամ։ Ես պահանջում եմ ուղակի, ես Արմեն Ղազարյանը, նույնը անել Ռուսաստանի քաղաքացիների դեմ, այսինքն եթե ես լինեի վարչապետ, իսկ ում կհրանգեի կամ քաղաքապետ։ Ռուս միգրանտերին, այսինքն Ռուսաստանի ժամանած միգրանտերին արգելվում են այսինքն աշխատանքները, տաքսիստ, առաքիչ։ Դրանք աշխատում են այդ ղախպեկը Երևանում։ Ով կարող է փորձել առարկել։ Մի րոպե իրանք բացառություն արել են, այսինքն բացի Հայաստանի քաղաքացիներից։ Ոչ։ Իսկ ես հիմա sense բան ասեմ, այդ ռուսները, որոնք այսօր լսված են Հայաստանում, Երևանում, որոնք փախել են Ռուսաստանից, որպեսզի չտուժեն սանկցիաներից, պատերազմից, չուղարկվեն մսաղած նաև, չմոբիլիզացվեն եւ այլն, որոնք այդքան երթեր, հավաքներ, պրոտեստներ անցկացրեցին նաև Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Գոնե մի հատ ակցիա անցկացրեցին ի պաշտպանության Հայաստանի քաղաքացու իրավունքներին Ռուսաստանի Դաշնությունում։ Իդեմ Հայաստանի քաղաքացու իրավունքների Կա նաև մարդու իրավունքների ոտնահարմանը հենց կոնկրետ հայի Հայաստանի քաղաքացու իրավունքների ոտնահարմանը Ռուսաստանի Դաշնությունում։ Ոչ, ասեմ ինչու, որովհետև իրանք համաձայն են Ռուսաստանի հետ քաղաքականության հետ, որովհետև այդ ղախպեկը, այդ ռուսները, խոզերը, սվինարիլի։ Գիտեք ինչքան եմ քակ կերծնում ես դրանց։ Հələ մուսորներից հարցրեք։ Գտնվելով Երևանում, ասում են մենք դեմ ենք, որ միգրանտները գան Ռուսաստան լցվել։ Այդ պոռնիկները, ոնց որ այդ ռելոկանտ կոչված էլ ով է թույլ տվել, որ նախ ով է թույլ տվել, որ մի բոզի տղեն է թույլ տվել այդ անվանումը, որը ինքը իրենով ստորացնում է Հայաստանցում, որովհետև այդ պոռնիկները դες միգրանտ են ասում, իսկ իրանց այդ բոզի տղեն, որը քաղաքի կենտրոնում կաֆե է բացել, գտնվելով Երևանում, ասում է ես դեմ եմ, որ միգրանտ ու հրապարակավ Twitter-ով, ասում է ես դեմ եմ, որ միգրանտները գան Ռուսաստան, այդ բոզի տղեն, Նիկոլ ծնողդ քուն է։ Դու հասկանում եք ինչ է կատարվում։ Քունեմ ռուսի սորտը, քունեմ ռուսի էությունը։ Ես դալը առանձին հոլովակներ կանեմ, դուք չգիտեք հələ ինչերա։ Դուք հետևեք այս ալիքին, ես հələ բաներ ունեմ ցույց տալու ձեզ։ Հիմա, ուրեմն ինչ վերաբերում է ինձ, նաև ես կարգել էի այդ ռուսները, այդ խոզերը, Նևզրաշնի, Սվինարիլի, մեղմաս անբարեհամբույր այդ խոզերի, ռոժերը ես կարգել էի вообще սրճարաններում, կաֆեներում, ռեստորաններում, вообще ոչ ունեմ ոչ ով է այդ բանի տերը, մի հատ ասեք։ Կավկասկի պլենիցայի տերը։ Ես դրա նանը ֆակ եմ։ Դա մի հատ ռուս էր աշխատում։ Դա Պարվաբոզ էր, բերել ռուս աշխատում էր։ Մի անգամ գնացի, ազատ լիքը սեղաններ կան։ Ես ընտրեցի, որը այնքան հերո էր, էլի, այսինքն հարցրեցի, ասի կարող է պատվեր են արել, զարգացել։ Չէ, ազատ է։ Ինձ ուղարկում էր ավելի փոքր սեղան կար, որի կողքերը արդեն նստած էին ու մեզ պիտի նեղության մեջ։ Ասի այ խոզ, ես ոչ եմ եկել ստեղ, պլասկարտ վագոն։ Ես այդ Կավկասկի պլենիցայի տիրոջ մայրիկը То միայն այդ ռուս խոզություն տարածել, ռուսեն չի պետք է աշխատի։ Մամատ ֆակ եմ, ով այդ Կավկասկի պլենիցայի տերը։ Մամատ ֆակ եմ ես քու։ Մի հատ էս պերսոնաժ կար է հայաստանցիներ մեջ, ոզի տղեն։ Այ որ կանգան բերել էր second hand կանգան ռուսին բերել էր, ուզում էր քաղաքապետարքի։ Ես քու գեղցի մամատ ֆակ եմ։ Կրկնապատի քարապատի, որովհետև դու գեղցի, ղախպի ծնում։ Վերադառնանք այս հարցին։ Հիմա ով իմ նման չի պահանջում, եթե դու հայաստանցի ես, կապ չունի ով ես ազգուծագումով, հայ ես։ Եթե հայաստանցի ես, հայ ես, իմ նման չես պահանջում, որ նույն օրենքը ընդունեն, Երևանում արգել են ռուս միգրանտներին, լեզուները ֆակեմ, ով է դրանց հորինած տերմինը, ռելո, չեմ ուզում արտասանել, խոզականց, սվինականց, ովքեր իրանց ասածը, կրկնել ես դեր ռեխները ֆակեմ, այդ Փաշինյանի ղախպեկն են ասում։ Դուք այնքան տախ ու բոզի ծնունդեր եք, որ անպատիվ ու անազգա, որ չեք հասկանում, որ այդ տերմինով են ստորացնում։ Կարճ ասած, ով ինձ նման չի պահանջում, կապ չունի ով ես, Հայաստանից ես, քաղաքական դաշտում։ Նույն օրենքը ընդունեն ռուս միգրանտների նկատմամբ, ինքը բոզի տղա է, ով որ քաղաքական դաշտում այսօր, կապ չունի, падգամավոր է, քաղաքապետարանի աշխատակից է, ով է, ինչ է, ինձ նման եթե չի պահանջում նույն օրենքը ընդունել Ռուսաստանի քաղաքացիներ միգրանտների նկատմամբ, որոնք այսօր Երևանում են, ինքը բոզի ծնունդ է, այսինքն այնքան պիղծ արարած, այդ անպատի բառն է ափսոս, անազգա։ Իսկ հիմա տեսեք ով չի պահանջում, તો ոչ ոք, ես որ ասում եմ, սա ղախպեկ բոզի ծնունդներ են, տեսա խնդրեմ եւս ապա, Նայրա ծուր Բերան Զուրաբյան, դու պահանջում ես, չէ, ելով է քաղաքական դաշտում։ Մոռացա ասել, այս ղախպեն էլ Նիկա Բադալյա, ղախպա, դու պահանջում ես, որ նույնը անեն Երևանում։
Դու вообще ով ես Ղախպա։ Դու Հայաստանցի չես Ղախպա։ Դու դե պահանջի, դու չես պահանջի երբեք։ Դու բոզի տղա ես, գլուխդ կջարդե։ Եթե ես ելնեի Ռուսաստանի դեսպանատան դեմ, գլուխդ կջարդեի։ Եկել իրան գցել է Հայաստանի քաղաքական դաշտ։ Այդ օրենքը պետքա փոխել էլի, ոչ հայաստանցիներին ազնագիր չի հասնում, չի կարելի տալ։ Արամ Սարգսյաններ, եսի մի քանի հատ է դրանք։ Տոնույի Ղախպեկն է։ Այդ որ հայերի ակումբից հաճում ես, դու նման բան պահանջում ես Ղախպա։ Դուք սաղդ սուտ եք, սաղդ Ղախպեկ եք։ Ուր են դաշնակցությունները։ Դուք այդ բոզի տղա Նիկոլի ՔՊ-ի տեսակի Ղախպեկ եք։ Ես կրկնում եմ, օրենքը ընդունել է Ռուսաստանը, ոտնահարում է Հայաստանցու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքները Ռուսաստանի Դաշնության երկրորդ մայրաքաղաքում, Պետերբուրգում։ Դուք սաղդ բոզի ծնունդներ եք, ոչ միայն Նիկոլի ՔՊ բոզի ծնունդները, այլ բոլոր դուք, բոլորդ, ովքեր այսօր պատգամավորական մանդատներ ունեք, կապ չունի Ղախպայի ժողովի, քաղաքապետարանի եւ այլն։ Դուք սաղդ բոզի ծնունդներ եք, այդ մենակ Փաշինյանով չի սկսում վերջանում։ Արա անուններով ասեմ, Էդգար Ղազարյան, բոզի տղա։ Դու պահանջում ես, չէ, դու բոզի տղա ես։ Բոլորը, ովքեր քաղաքական դաշտում են, բոզի ծնունդներ են։